Սիրելի երեստադիտողներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սկսում ենք Status Quo հաղորդաշարի հերթական թողարկումը եւ այսօր մենք տեսակապով կխոսենք Ոսկանապատ վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։ Հրանտ, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Հրանտ, սկսենք անմիջապես առանց այդպես ասած ժամանակ կորցնելու քննարկել այն իրավիճակը, որը ստեղծվել է ընդհանրապես 20 թվականից հետո կամ կարելի ասել 18 թվականից, բայց այս հայտարարությունը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի նախագծին, եւ սա մեծ աղմուկ է առաջացրել, նախ մենք տեքստը չգիտենք, երկրորդը նույնիսկ ինչ էլ գիտենք, որևէ սփոփիչ կամ որևէ հայանպաստ բան մենք չենք տեսում, որ ոմանք շտապեցին որակել սա որպես կապիտուլյացիոն փաստաթուղթ, ոմանք էլ շատ ոգևորված շնորհավորանքներ են ստանում, որ վերջապես խաղաղություն կհաստատվի։ Ինչպես եք դուք տեսնում այս փաստաթղթի այս նախագիծը ընդհանրապես։ Գիտեք, իհարկե տեքստը ամբողջությամբ բաց չէ, թե ինչ է այնտեղ գրված, բայց ակնհայտ է մի բան, որ մինչ այս պահը եղած մեկնաբանությունները եւ ադրբեջանական կողմի պահանջները միանշանակ հայանպաստ չէին։ Այսինքն ամբողջ այս ընթացքում Ադրբեջանը ամեն ինչ արել է, որպեսզի ունենա մի փաստաթուղթ, որը հետագայում իրեն թույլ կտա հանգիստ թե միջազգայնացիաներում եւ թե Հայաստանի հետ ուղիղ հարաբերություններում կարողանալ լիարժեք պաշտպանել իր շահերը, բնականաբար ի վնաս Հայաստանի շահերի։ Եվ հիմնական խնդիրը, որ փորձում է այս ընթացքում լուծել Ադրբեջանի իշխանությունները, դա Արցախի հարցը մեկընդմիշտ փակելն է։ Եվ անել դա հենց Հայաստանի իշխանությունների ձեռամբ, Հայաստանի կառավարության շուրթերով, որպեսզի հետագայում ցանկացած պարագայում եթե ինչ-որ երկիր փորձի Արցախի հարց բարձրացնել, իրենք քղվեն հենց Հայաստանի դիրքորոշման վրա եւ ասեն, որ նման հարց այլևս գոյություն չունի։ Հիմա մենք տեսանք երեք տեղեկացանք, որ Ադրբեջանը ըստ էության կարողացել է հասնել իր այդ խնդիրների մեծամասնության լուծմանը։ Ինչու եմ ասում մեծամասնություն, որովհետև այլ պայմաններ նույնպես նրանք դնում են, խոսքը վերաբերում է հատկապես Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը կամ իհարկե Մինսկի խմբի ինստիտուտի լուծարմանը, այլ հարցեր նույնպես իրենք օրակարգում ունեն, որոնք այս պայն շատ ակտիվ չեն դրված, բայց ամեն դեպքում արդեն իսկ պաշտոնյաների կողմից Ադրբեջանի դրանց մասին խոսվում է, հատկապես խոսքը վերաբերում է ադրբեջանցիների բնակեցմանը Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներում, տարբեր մարզերում, հղվում են նրանք սովետական տարիներին եղած իրողություններին, պահանջում են նաև որպես ռազմական հանցագործ հանձնել մեր նախկին ղեկավարներին, ռազմական թե քաղաքական, կարողջ, այսինքն մի շարք այլ հարցեր, որոնք Ադրբեջանը օրակարգում պահում է եւ վստահ եմ, որ հերթականությամբ բերելու է ակտիվացնելու է դրանք։ Հիմա երեք նրանք հայտարարեցին, որ այսպես կոչված խաղաղության տեքստ, համաձայնագրի տեքստը արդեն համաձայնեցված է, բայց ասացին, որ ստորագրելու մասին դեռ վաղ է խոսել, դեռ Հայաստանը պետք է սահմանադրություն փոխի։ Այսինքն հերթով կորզելով գալու քաղաքականությունն է, որ իրականացվում է Բաքվի կողմից, եւ զուգահեռ Ադրբեջանը փորձում է երկրորդ խնդիրը լուծել, այսինքն օգտագործել Հայաստանից զիջումներ կորզելու բոլոր հնարավորությունները։ Եթե այդ պատուհանը բաց է իրենց համար եւ նույնիսկ եթե բաց է մնացել ընդամենը 5 սանտիմետրով, իրենք այդ 5 սանտիմետրից էլ փորձել են ինչ-որ բաներ կորզել, բայց օրակարգում ունենալու են պատրաստ թուղթը, որ հենց տեսնեն, որ իրավիճակ է փոխում տարածաշրջանում, նույն վայրկյանին կանչեն Հայաստանի իշխանություններին եւ ստորագրել տալ այն, ինչ մինչ այդ պահ արդեն կարողացել են կորզել։ Դրա համար է, որ իրենք հայտարարեցին, որ համաձայնագրի տեքստը պատրաստ է, բայց ելի չեն ստորագրում, որովհետև դեռ, ինչպես արդեն ասացի, նոր զիջումներ կորզելու հնարավորություն են տեսնում եւ գալու են դրա հետևից։ Հրանտ, ինչպես է ստացվում, որ այդ ձեր թվարկածները, որոնց ես որևէ առարկություն չունեմ, այսինքն կարելի ասել ամբողջովին համաձայն եմ ձեր բոլոր ասածների հետ, նույնիսկ եթե ժամանակ լիներ կավելացնենք եւ շատ այլ կետեր, բայց դրան զուգահեռ կան մարդիկ, որոնք ուրախացել են եւ համարում են, որ սա շատ դրական քայլ է, սա կբերի խաղաղության, սա կբերի անվտանգության եւ սա կբերի երաշխիքների։
Դե ես չգիտեմ ինչի համար, այսինքն նրանք ովքեր որ ցույց են տալիս թե ուրախանում են, ես հասկանում եմ ինչ են անում։ Նրանք խափում են մեր հանրությանը, պարզապես խափում են իբրև տեսեք խաղաղության օրակարգ ենք մշակել, հիմա հասնում ենք մեր նպատակներին։ Բայց այդ նույն մարդիկ չեն խոսում նրա մասին, օրինակ այսօր Ադրբեջանը փոխարտգործնախարարի մակարդակով ասաց, որ տեքստի համաձայնեցված լինել դեռ չի նշանակում, որ ստորագրելու ենք։ Կան նախապայմաններ, այդ նախապայմանները պետք է Հրան մի րոպե, ենթադրենք ստորագրում են, ենթադրենք վաղը ստորագրում են, ասենք թե այդ մի կողմ ենք դնում եւ վաղը ստորագրում են տեքստը ինչպես որ կա, առանց ենթադրենք սահմանադրություն փոխելու, այլ հենց վաղը ստորագրում են, դա մեզ կբերի խաղաղություն։ Դա մեզ կբերի երաշխավորված կործանում, Հայաստանի երաշխավորված կործանում, որովհետեւ այդ այսպես կոչված համաձայնագիրը խաղաղության պայմանագրի այնտեղ կան կետեր նշված, որոնք օրինակ վերաբերում են, որ Հայաստանը իրավունք չունի Ադրբեջանի հետ սահմանում այլ երկրների ուժեր տեղակայել, հա, դաշնակիցների մասին է խոսքը գնում։ Այսինքն ավելի պատկերավոր ասեմ, կոնկրետ Սյունիքի մասին են անհանգստացել ադրբեջանցիները։ Նրանք մտածում են, որ Սյունիքում այլ երկրի, օրինակ Ռուսաստանի կամ թեկուզ այս պահին եվրոպական դիտորդներն են տեղակայված, այդ ուժերը խանգարելու են հնարավոր ռազմական ագրեսիային հետագայում, եթե նման ծրագիր առաջանա իրենց օրակարգում։ Այսինքն այս գլխից իրենք ամեն ինչ անում, որ Սյունիքում Հայաստանը երբեք որևէ օգնության ակնկալիք կամ հնարավորություն նույնիսկ չունենա, եթե տեսականորեն պատկերացնենք, որ Ռուսաստանի հետ կամ չգիտեմ Իրանի հետ մենք նման պայմանավորվածություն ենք ձեռք բերել եւ մեր սահմանների այդ հատվածները պաշտպանում ենք համատեղ ուժերով։ Որտեւ Սյունիքը այնքան նեղ է աշխարհագրորեն, որ ամբողջությամբ ինքը համարվում է Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտի։ Ինքն Ադրբեջանը սկսելու է թելադրել, թե որտեղ ինչ զորք մենք կարող ենք տեղակայել, ում օգնությանը կարող ենք դիմել, ում հետ իրավունք չունենք հարաբերություններ պահել։ Հիմա դա խաղաղություն է, թե խաղաղություն չէ։ Ես միանշանակ տեսնում եմ, որ սա հետագա պատերազմում ավելի շահեկան դիրքերից հանդես գալու Ադրբեջանի համար լուծված խնդիր է։ Այսինքն Ադրբեջանը կարող է օգտագործելով իր աշխարհագրական խորությունը Արցախը հանձնելու հետևանքով առաջացած այդ աշխարհագրական խորությունը օգտագործել նույն Սյունիքի համար, նույն Սյունիքի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար, իսկ մենք այդտեղ ոչ աշխարհագրական խորություն ունենք, հիմա նաև չենք ունենալու հնարավորություն դաշնակիցների ներգրավելու կամ ուրիշների օգնությամբ այդ տարածքները պաշտպանելու հարց լուծել։ Կամ այո, Արցախահայության խնդիրները, որոնք վերաբերում են բռնի տեղահանմանը, ըստ էության ցեղասպանական գործողությանը, որ Ադրբեջանը իրականացրել է։ Այո, Ադրբեջանը պահանջում է, որ որևէ հայց չներկայացնենք այդ թեմաներով միջազգային ատյաններում։ Իհարկե ես ընդհանրապես խնդիրը փակենք։ Փորձեմ մի փոքր ընդդիմանալ, այսպես ասած, մյուս տեսանկյունը բերել։ Մի քանի ամիս առաջ մենք Կիրանցում ենք եւ այդտեղ մեզ ցույց են տալիս այդ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները եւ մեզ հավաստիացնում են, որ ահավասիկ տեսեք այն հատվածներում, որտեղ իրականացվել են այդ աշխատանքները, որևէ կրակոց չի եղել, դեռ ավելին մեր սահմանապահները այնտեղ նույնիսկ առանց այդ հատուկ զրահաբաճկոնների են, այսինքն այնքան իրենք անվտանգ են զգում։ Եվ ասում են, եթե մենք այդպես անենք ամբողջ երկայնքով սահմանի, ապա կունենանք նույն իրավիճակը, հետեւաբար մեզ պետք չի այդտեղ ռազմականացված ուժեղ սահման ունենալ։ Տեսեք, շատ լավ օրինակ եք բերում, հերթական անգամ իշխանության կողմից հանրության խաբելու փորձի օրինակ է։ Որպեսզի ցույց տանք, թե որտեղ են խաբում, առաջարկում եմ վերադառնանք 2019 թվական։ Երբ որ այսպես կոչված վերելակային պայմանավորվածությունների արդյունքում, դե իհարկե վերելակում չէին պայմանավորվել, բայց այդ պայմանավորվածությունների ընթացքում որոշվեց, որ սահմանում հայ-ադրբեջանական սահմանը միմյանց չեն կրակելու, ինչ էր տեղի ունենա չեն կրակելու։ Եվ Փաշինյանի կառավարությունը այստեղ գլուխ էր գովում Երևանում, որ տեսեք 19 թվականը ինչքան լավ է անցնում, մենք պայմանավորվել ենք, սահմանում ոչ մեկ չի կրակում, ոչ մի զոհ չկա, ոչ մեկ չի վիրավորվում, նման բան չի եղել ամբողջ հակամարտության տարիների ընթացքում։ Շատ են խոսում, հիշում եք, մինչդեռ այդ նույն պահին Ադրբեջանը օգտվում էր այն հանգամանքից, որ հայկական կողմից իրենց վրա ոչ մեկ չի կրակում եւ առաջնագիծը կահավորում էր պատրաստելով 20 թվականի պատերազմը, ստեղծելով իրենց համար հարձակողական հնարավորություններ, ռազմավարական ճանապարհներ, ամրապնդելով իրենց դիրքերը, մտնելով մեր դիրքերի թիկունքները, խախտանելով կապը մեր միջդիրքային, այսինքն
ամեն ինչ արեցին օգտվելով այդ Փաշինյանի ասած չկրակելու իրողությունից եւ պատրաստեցին այդ պատերազմը։ Ցավալի բան եմ ասում, բայց նախկինում մեր խաղաղության գինը տարեկան 10-15 զոհերն էին, որը այո շատ ցավալի էր, բայց մենք տալիս էինք այդ զոհերը եւ այդ զոհերը օգնում էին պահպանել խաղաղություն։ Իսկ 19 թվականի այդպես բարձիթողի վիճակը, չկրակելը, հա ինչ որ հիմա իրանցում են ներկայացնում, չկրակելը, չխոչընդոտելը թշնամու գործողություններին, բերեց նրան, որ 20 թվականին մենք ընդամենը 44 օրվա ընթացքում մոտ 5000 զոհ ունեցանք։ Եվ հետո շարունակվեց նաև ջերմուկում։ Նույնը լինելու է իրանցում։ Հրանտ դուք այսպես եկաք հնարավոր զարգացումներին, այդ հարցը շատ են տալիս նաև արևմտյան գործընկերները, արդյոք մենք տեսնում ենք էսկալացիայի կամ եթե ավելի հայերեն ասենք նոր պատերազմի հավանականություն հատկապես Սյունիքի հատվածում, ինչպես եք դուք այդ հարցին պատասխանում։ Ջան, գիտեք, կույր պետք է լինել չտեսնելու համար այդ սպառնալիքը։ Ադրբեջանը ամեն տարի մեծացնում է ռազմական բյուջեն։ Ադրբեջանը ամեն տարի ուժեղացնում է իր հարվածային զինատեսակների զինանոցը, այդ թվում ձեռք բերելով նոր անօդաչու սարքեր եւ այլն։ Ադրբեջանը մեր սահմանում միայն Թուրքիայի հետ միասին ամեն տարի 1 տասնյակից ավելի ռազմական զորավարժություն է իրականացնում։ Ընդ որում զորավարժությունների ժամանակ որպես թիրախ ընկալելով հենց հայկական կողմին։ Էլ չեմ խոսում իրենց հենց ներքին զորավարժությունների մասին եւ էլ չեմ խոսում իրենց բացահայտ սպառնալիքների մասին, որը ժամանակ առ ժամանակ ու համենայն դեպս ամիսը մեկ պարբերականությամբ հենց Ալիևի շուրթերից հնչում է։ Հիմա այսքան փաստերը մենք ոնց կարող ենք մի կողմ դնել եւ ասել որ պատերազմի կամ էսկալացիայի վտանգ չենք տեսնում։ Ամեն ինչ ախր չափազանց ակնհայտ է։ Քանի որ ակնհայտ եք համարում, ինչ այս իրավիճակում Հայաստանի քայլերը որոնք պիտի լինեն։ Եթե իդեալական, այսպես ասած, պատկերացնենք, եթե իշխանությունը հայկական շահն է հաշվի առնում, եթե ձեր ասած վտանգներ եւ սպառնալիքները լրջորեն է դրանց վերաբերում, ինչ պիտի անի Հայաստանը։ Եթե առաջի հերթին Հայաստանը պետք է լինի վստահելի երկիր, որը պաշտպանում է սեփական շահերը։ Այսինքն պետք է ունենանք այնպիսի իշխանություն, որի հետ հնարավոր կլինի ինչ-որ բան պայմանավորվել եւ հնարավոր լինի վստահ լինել, որ այդ պայմանավորվածությունները պահպանվելու են։ Մենք այս խնդիրը ունենք։ Նույնիսկ Ալիևն է ասում, որ Հայաստանում չկա այնպիսի իշխանություն, ում հետ կարելի է ինչ-որ բան պայմանավորվել։ Բայց Ալիևի ասածը դեռ մի կողմ դնենք։ Հայաստանը այսօր ավելի քան պարտավորված է միավորել իր հանրությանը, վերջ տալ այս միմյանց բաժանելու, թիրախավորելու, ներքին ատելություն կուտակելու այդ քաղաքականության, որ իրականացում է հենց այս իշխանության կողմից։ Հայաստանը պարտավոր է ուժեղացնել զինված ուժերը։ Ամեն ինչ անեն, որպեսզի զինված ուժերը վերականգնեն իրենց նախկին մարտունակությունը եւ կարողանան լուծել գոնե թե եղածը պաշտպանելու խնդիրներ։ Եվ որպես խաղաղության երաշխիք ընդունել առաջին հերթին հենց մեր պոտենցիալը եւ ոչ թե բարի կամքը, ցանկությունները եւ այլն կենացները, որ մենք այսօրտեղ խաղաղության խաչմերուկ ենք։ Հայաստանը պետք է վերականգնի իր հարաբերությունները դաշնակիցների հետ, հատկապես տարածաշրջանային երկրների հետ։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետք է ունենանք հարաբերություններ։ Դրա մասին դեռ շատ է խոսացվել, հա, Իրանը միշտ պատրաստակամություն է հայտնում, ամենայն դեպս փորձագիտական շրջանակներից դա հնչում է, համատեղ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ։ Պետք է այդ հնարավորությունները օգտագործել, պետք է հապկը ծառայեցնել վերջապես Հայաստանի անվտանգությանը։ Պետք է փորձել Արևմուտք եւ Ռուսաստան հակասություններում դառնա ոչ թե բախման կետ, այլ շահերի հատման կետ, ինչը մենք իսկապես հնարավորություն ունենք անելու, հաշվի առնելով այն եւ պատմական կապերը, թե օրինակ Ֆրանսիայի հետ կամ եվրոպական այլ երկրների հետ եւ Ռուսաստանի հետ։ Նաեւ նախկին փորձը հաշվի առնելով։ Այսինքն Հայաստանը պետք է սկսի իրականացնել հայակենտրոն, հայապաշտպան, հայության շահերը պաշտպանող քաղաքականություն։ Քանի դեռ մենք մի օր Ալիևի շահն ենք պաշտպանում, մի օր Էրդողանի, մի օր Պուտինի, մի օր Թրամփի եւ այլն, բնականաբար ոչ մեկ մեզ հետ լուրջ հաշվի չի նստելու եւ ոչ մի արդյունքեր մենք չենք ունենալու։ Մի քանի դիտարկում կապված դաշնակիցների հետ այստեղ իհարկե մենք մեծ խնդիր ունենք, որովհետեւ ինքը դաշնակից է, թե ասենք Ռուսաստանի մասն խոսում, ապա ինքը շատ հարցերում հրաժարվեց Հայաստանի հետ հարաբերությունները
տանել այնպես ինչպես որ մենք երևի թե ես չէ, որտեվ ես հայտնի եմ որպես ոչ ռուսական դաշտի մարդ, բայց ամենայն դեպս նրանք ովքեր Ռուսաստանին համարել են Հայաստանի աջակիցը, դաշնակիցը, մենք տեսանք, որ Ռուսաստանը ինքը փոխեց իր վերաբերմունքը եւ Ադրբեջանի նկատմամբ, այսինքն դեպի դրականը եւ Հայաստանի նկատմամբ դեպի բացասականը, հապկի մասով ակտիվացնել հապկը երբեք ինքն իրենով ակտիվ չի եղել եւ մի քանի անգամ էլ այդ առիթը ինքը բաց թողեց դրսևորելու կամ դիրքավորելու իրեն որպես ինչ որ ֆունկցիոնալ կառույց, որ որևէ բան ինքը իրենից ներկայացնում է։ Բայց Հրանտ, իմ հարցը մի քիչ այստեղ կգնա։ Կարևոր հանգամանք կա, որ ուզում եմ նշել։ Գեորգ, խնդիրը այն է, որ իդեալական դաշնակիցներ եւ իդեալական դաշինքներ գոյություն չեն ունեն, պարզապես չեն լինում։ Բայց դու քո քաղաքականությամբ, քո վարքագծով, քո պահանջներով պետք է ստիպես եւ հետեւես, որպեսզի քո դաշնակիցը իրեն պահի դաշնակցի։ 30 տարի ոչ մեկ ոչ ոք չի ստիպել։ Նվաստեցնում ես քո դաշնակցին, եթե դու քանդում ես այն համակարգերը, որի մեջ դու ներգրաված ես եղել, բնականաբար պատասխանը ես մի քիչ այլ կերպ եմ նայում, ես չեմ տեսնում, որ Հայաստանը այն կարգի բան ունի, քաշ ուներ, որ կարողանար այդ հարաբերությունները փչացնել կամ ինքներենով ինչ-որ բաներ ստեղծել։ Հայաստանը միշտ դա արել է, մինչև 18 թվական Հայաստանը դա կարողացել է անել։ Ինչ է կարողացել Ադրբեջանը կարողացել է Ռուսաստանը Ադրբեջանի 5-6 միլիարդի Ռուսաստանը թե արևմուտքը գովացել։ 5-6 միլիարդի զենք էր վաճառում, արևմուտքից ինքը գնում էր փողեր էր վերցնում, իբր թե բալանսավորում էր, բայց իր համը գլոբալ առումով եւ Ռուսաստանի հետ էր սխալ աշխատում եւ արևմուտքի հետ էր սխալ աշխատում։ Ինքը ոչ ընդեղ էր եւ հիմա սա էլ, այսինքն սա էլ այնպես չի, որ ինքը գիտեք արևմտյան ինքը ուղղվածություն է վերցել, ռուսներն վայ նեղացել են հայերից ու սկսել են հայերին պատժել դրա համար, խեղճ ռուսները չգիտեին ինչ անեն, սպասում են որ մի հատ այնց Գեորգ, իրականում ամեն ինչ այդքան մակերեսային չի, մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանում յուրաքանչյուր երկիր իր շահն է հետապնդում, առաջի հերթին եւ Ռուսաստանն էլ իր շահն է հետապնդում, ոչ թե Հայաստանի։ Բայց նորից եմ ասում, երբ որ Հայաստանը թույլ է տալիս, որ իրեն վերածեն մանրադրամի, ինքը վերածում է մանրադրամի։ Որովհետև եթե ցանկացած Պուտին կամ ցանկացած այլ ղեկավար հնարավորություն ունենա մեղքը բարթել վատ գործընկերության, ինքը այդ մեղքը բարթելու է վատ գործընկերության եւ իր համար կարևոր խնդիրներ է լուծելու։ Հարցը այն է, որ դու չպետք է թույլ տաս, որ քեզ վրա մեղք բարթեն եւ չպետք է ստեղծես մի իրավիճակ, որից կարող են օգտվել անգամ դաշնակիցները։ Չէ, ուղղակի ստացվում որ դաշնակիցները անմեղ են, ընդհանրապես կապ չունեն։ Հայաստանն էր ամեն ինչում մեղավոր, այ եթե Հայաստանը իրան ճիշտ պահեր, Ռուսաստանը վայ այնքան ֆանտաստիկ մեզ աջակցելու էր այդ ամեն ինչում, այսինքն իրենք չեն որ պահանջում են չէ, խնդրում եմ իմ բառերը դուք չեք ասում։ Ես ոչ այդ տոնայնությամբ եմ խոսում, ոչ էլ այդ գնահատականներն եմ տալիս։ Ես ասում եմ, որ մենք չենք պաշտպանել մեր շահերը, դրանից օգտվել են եւ դաշնակիցները եւ թշնամիները։ Համաձայն եմ։ Հրանց, sense մի բան, դուք խոսեցիք սահմանադրության մասին, որը պահանջ է ներկայացված, ըստ ձեզ Փաշինյանը կգնա սահմանադրություն փոխելուն, որպեսզի ստորագրեն այսպես հիպոթետիկ, թե ամեն դեպքում կսպասի ընտրություններին, որից հետո, այսինքն Ադրբեջանը կամ այսպես ասած կսպասի այդքան։ Չգիտեմ անկեղծ ասած, կարծում եմ ամեն ինչ կախված է նաև այլ տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներով։ Այսինքն Ադրբեջանում հենց հասկանան, որ Ռուսաստան արևմուտք հակամարտության մեջ ինչ որ հանգուցալուծման հնարավորություններ կան եւ այդ հնարավորությունների պատուհանը փակվում է, այսինքն այդ անկայունության ընդհանուր միջավայրից օգտվելով ինչ որ բաներ շահելու այդ հնարավորությունը փակվում է, նրանք ստիպելու են, որ այդ պայմանագիրը շուտ ստորագրվի եւ հարցը փակվի։ Եթե տեսնեն, որ այդ հակամարտությունը ձգձգվում է եւ դեռ շանսեր կան ինչ որ բաներ փոխել Հայաստանից, իրենք դա անելու են։ Փաշինյանը արդեն իսկ հայտարարել է, որ ինքը պատրաստ է սահմանադրություն փոխել։ Ավելին ես հաճախ եմ ասում, Փաշինյանը Երևանում Ադրբեջանի պահանջները փաթեթավորող է աշխատում։ Այսինքն Ադրբեջանը ասում է սահմանադրությունը փոխեք, ինքը այստեղ գալիս ասում է դա մենք ենք առաջարկել, մենք ենք ուզում փոխենք, որովհետեւ ինչ որ պատճառներ է սկսում թվարկել։ Դրա համար ես մտածում եմ Փաշինյանի պատրաստվածության խնդիր չկա այստեղ, կա Ադրբեջանի համար ժամկետների նպատակահարմարության հարց։ Եթե նորից եմ կրկնում, տեսնեմ, որ օրինակ Ուկրաինայում հարցը իրական հանգուցալուծման է գալիս, մերձավոր արևելքում խնդիրները իրական հանգուցալուծման են գալիս եւ վտանգ կա, որ Կովկասով կսկսեն զբաղվել նույն Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը կամ այլ աշխարհական կենտրոններ, իրենք արագ այդ հարցերը փակելու են, պայմանագիրը ստորագրելու են եւ ասեմ, որ վերջ սիրելի Միացյալ Նահանգներ, սիրելի Ռուսաստան, տեսեք մենք Հայաստանի հետ խնդիր չունենք։
Եթե դեռ հնարավորություն ունենան օգտվելու այդ տուրբուլենտության եւ նոր բաներ կորզել, մեզանից ձիչուներ կորզել, իրենք անելու են դա։ Հրանտ, իսկ ինչ եք կարծում, արդյոք այս համաձայնագիր, պայմանագրի ստորագրման լուրը կամ միգուցե արդեն ստորագրումը կառաջացնի որոշակի ընդվզում ալիք, թե կգնա սովորական իր կյանքով, որքան չգիտեմ դա որն է սովորական կյանքը, բայց այսինքն ինչ որ ընթացք կլինի մինչև նոր ընտրություններ օրինակ։ Իհարկե անկեղծ ասած դժվար է պատասխանել։ Իհարկե նորմալ իրավիճակում սա արդեն իսկ պետք է հրապարակը լեցուն լիներ այս պահին։ Եվ մենք նույնիսկ Հայաստանի արտգործնախարարությունը չի մեզ տեղեկացրել, որ նման բան կա։ Ադրբեջանի արտգործնախարարությունն է ասել, որ Հայաստանը պատրաստ է, մենք Բաքվից ենք դրա մասին իմացել։ Հետո սրանք հաստատել են։ Բնականաբար ուժեղ ընդդիմությունը, ուժեղ քաղաքական էլիտան, քաղաքականապես գիտակից ուժեղ հասարակությունը սրան արդեն պետք է շատ հուժկու պատասխան տար։ Հրապարակները այսօր պետք է լեցուն լինեի մարդկանցով։ Ինչը չկա։ Ինչու չկա, ինձ համար իսկապես դժվար է դրա պատասխանը տալ։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան սխալ է մեր հասարակության մեջ, մեր քաղաքական դաշտում ինչ-որ բան սխալ է։ Դրանից օգտվում են մեր թշնամիները եւ կարողանում են իրենց օրակարգերը առաջ տանել։ Դրա համար ես հուսով եմ, որ կլինի այնուամենայնիվ իրական պատասխան եւ թույլ չենք տա, որ մենք հերթական կապիտուլյացիայի փաստաթղթի տակ Հայաստանի ստորագրությունը դրվի, բայց դա ըստ դրությամբ միայն հույս է։ Արևմտյան գործընկերները մեզ հաճախ են հարցնում, երբ որ մենք խոսում ենք իշխանության, քաղաքականության մասին, քննադատական խոսք են քնչեցում եւ ասում ենք այն, որ իշխանության ժամանակն է, որպեսզի ինքը ի վերջո տեղը զիջի այլոց, իրենք ասում են շատ պրիմիտիվ, բայց կարևոր ըստիս հարց եւ նույնը ձեզ կուզե տալ, իսկ ով է այլընտրանք արդյոք դուք տեսնում եք քաղաքական մի ուժ այլընտրանք, որը կարող է ձեռնոց նետել ներկա իշխանություններին մոտակա կամ արտահերթ կամ 26 թվականի ընտրությունների ժամանակ։ Գիտեք, միանշանակ տեսնում եմ։ Նախ ասեմ, որ անդիմադիր ուժերը Հայաստանում բավական կայացած ինստիտուտներ ունեն եւ ճիշտ կազմակերպման պարագայում կարող են նրանք բավական լուրջ խնդիրներ լուծել։ Մենք ընդամենը բոլորովին վերջերս ենք տեսել, թե ինչ պոտենցիալ ուներ օրինակ Սրբազան պայքարը։ Ես շարունակում եմ հավատալ, որ օրինակ Բագրատ Սրբազանը կարող է դառնալ այն միավորող ընդդիմությանը միավորող այն գործիչը, որը կարողանա նաև ամբողջական ընդդիմության պոտենցիալը ուղղել խնդիրների լուծմանը։ Չեմ բացառում, որ լինի ուրիշ առաջնորդ, որը շատ պատահական եւ կարճ ժամանակում ի հայտ գա եւ կարողանա իր հետևից տանել բողոքի ալիքը։ Ես մի բան հստակ տեսնում եմ, որ մեր ժողովուրդը համաձայն չէ այս քաղաքականության հետ։ Խնդիրը կազմակերպվածության մեջ է, այսինքն այդ դժգոհությունը ճիշտ կազմակերպելու եւ ուղղորդելու մեջ է։ Հիմա դա կարող է անել ինչպես արդեն դաշտում արկա եւ գործունեություն ծավալած ցանկացած գործիչ, օրինակ հենց նույն Բագրատ Սրբազանը, կարող է անել ցանկացած մեկը, դուք, մեկ այլ երիտասարդ, ում հանրությունը լսում է եւ այլն, որ կարող է նաեւ ճիշտ հաղորդակցվել հանրության մեծ շերտերի հետ եւ մարդկանց փողոց հանելով խնդիր լուծել։ Ես այդ պոտենցիալը տեսնում եմ, մնում է այդ պոտենցիալը իրացվի եւ ճիշտ կազմակերպվի եւ իրացվի։ Իհարկե շնորհակալ եմ, որ ինձ երիտասարդների շարքին դասեցիք։ Իսկ ինչ է կարծում, լիդերների ժամանակը չի անցել, հիմա ավելի շատ միավորումների կամ ցանցային կամ այսպես ասած ավելի համայնքային այդ միավորումների հիմքում են միշտ լիդերներ լինում։ Մեկը մի քիչ ավելի վառ արտահայտված, մեկը ոչ այդքան վառ արտահայտված, մեկը հանրության հրապարակում լավ խոսք ասող, մյուսը, չգիտեմ, լավ հոտված գրող եւ այլն, բայց նրանք բոլորը լիդերներ են, հետո այսինքն լիդերների ժամանակի երբեք չի անցնելու, այլ հարցը որ լիդերները ժամանակի ընթացքում այլ որակական հատկություններ են ձեռք բերում կամ այլ որակական հատկություններով մարդիկ են լիդեր դառնում։ Հրանտ շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ պատասխանեցիք մեր հեռուստադիտողներին հուզող հարցերին։ Մենք դեռ առիթ կունենանք շփվելու։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շնորհակալություն նաեւ ձեզ ելի հեռուստադիտողներ, հետևեցիք մեր այս քննարկմանը։ Մենք հյուրընկալել ենք Ոսկանապատ վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանին։
Ձեզ հետ էր քաղաքագետ Գեորգ Մելիքյանը, մնացեք եւ հետեւեք Եվրամեդիա 24-ի աշխատանքներին, հաջողություն ձեզ։